Արդարադատության նախարար Սրփուհի Գայլյանը չի մասնակցել կառավարությունում Մերձավանի համայնքապետի եւ ոստիկանի սպանության դեպքի առնչությամբ տեղի ունեցած քննարկմանը։ Լրագրողների հետ զրույցում ասել է Գայլյանը։ Նա կոչ է արել սպասել այնքան, որքան անհրաժեշտ է, որ արդյունքները տեսանելի լինեն։ Հարցին, եթե իրավապահ համակարգն իր տեղում լիներ, հնարավոր կլիներ կանխել սպանությունները, նախարարն ասել է, թե այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վստահեցնում է, Մերձավանում կատարված սպանությունները քաղաքական պատվեր չեն։ Կպարզվի, մեղավորները պատասխան կտան, լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը։ Նա նշել է, որ Վալոդիա Գրիգորյանն իր ընկերն է եղել։ Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն կուղարկվի խորհրդարան, առավել մանրամասն յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ բյուջեի նախագծով Հայաստանի համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ։ Տնտեսական աճը 5.4%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։ 2026 թվականի պետական բյուջեյով Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563.1 միլիարդ դրամ։ Այս մասին Factor-ը տեղեկանում է 2026-ի բյուջեի նախագծից, որը կառավարությունը հաստատել է այսօրվա նիստի ժամանակ։ 2025 թվականի պաշտպանական բյուջեն 664.6 միլիարդ դրամ է։ Ստացվում է, կառավարությունը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար այս տարվա համեմատ նախատեսել է 101.5 միլիարդ դրամով պակաս ֆինանսավորում։ Պաշտպանական ոլորտի ծախսերի համար նախատեսվող միջոցները չավելացնելու մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսին։ Հայաստանի համար տրամաբանական կլիներ ռուսական նախագծով նոր էներգիաբլոկ կառուցելը, այս մասին 10-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԵ-ի փոխտնօրեն Միխայիլ Չուդակովը, World Atomic Week միջազգային ֆորումի շրջանակներում։ Նրա խոսքով տեսանելի է, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է եւ քաղաքական որոշումներն են գերակշռում։ Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո պատրաստ է հրաժարվել Ուկրաինայի նախագահի պաշտոնից։ Ընտրությունները կարող են անցկացվել հրադադարի ընթացքում, ասել է Զելենսկին։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչել հանցավոր դավադրության գործով։ Նա մեղադրվում է Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրո ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ 2007 թվականին նրա հաջող նախագահական քարոզարշավի համար։ Սակայն Սարկոզին արդարացվել է մնացած բոլոր մեղադրանքներով, այդ թվում կոռուպցիայի եւ նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման։